Մաշկի ճիշտ խնամքից է կախված մեր հաճելի և կոկիկ արտաքինը, լավ ինքնազգացողությունը։ Գաղտնիք չէ, որ գեղեցիկ մաշկը ծնում է ինքնավստահություն և շրջապատի հետ շփումները և մեզ, և շրջապատի համար դարձնում առավել հաճելի։ Մաշկի առանձնահատկությունների, սեզոնային ճիշտ խնամքի և առհասարակ մաշկի գեղեցիկ տեսքի պահպանման մեթոդների մասին մենք այսօր կզրուցենք Ջոնդրիկ Մեդիկալ Սպա կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանի հետ։ Ողջույն Արգինե։ Ողջույն։ Եղանակները ցրտում են և մաշկի հետ կապված խնդիրները գնարով ավելանում են։ Ինչպես պետք է պահպանել մաշկը հենց այս սեզոնին, որպեսզի այն ավելի գեղեցիկ և թարմ լինի։ Առհասարակ մաշկի տնային խնամքը շատ կարևոր է, որովհետև ամեն մի սեզոնային փոփոխության ժամանակ մաշկի այս կամ այն կոսմետիկ միջոցը պետք է ավելացնել կամ պակասացնել։ Իհարկե կախված մաշկի տեսակից, այն չոր է, այն զգայուն է կամ ավելի յուղոտ, բնականաբար դա նույնպես խիստ անհատական է, այդ իսկ պատճառով ամեն մի կին պետք է իմանա իր մաշկի տեսակը և պետք է իմանա իր պրոֆեսիոնալ խնամքը տնային պայմաններում։ Պրոֆեսիոնալ խնամք դա նշանակում է խնամել մաշկը այն մաշկի խնամքի պրոֆեսիոնալ միջոցները, որոնք վաճառվում են ոչ թե խանութներում, այլ վաճառվում են բժիշկ մասնագետների մոտ, այսինքն էսթետիկական կենտրոններում, որտեղ մասնագետը անցնում է հատուկ սերտիֆիկացիոն վերապատրաստում, որպեսզի նման կարգի պրոֆեսիոնալ միջոցներով կարողանա աշխատել։ Եվ այդ կարգի պրոֆեսիոնալ միջոցները նաև ունեն տնային խնամքի համար նախատեսված շարք։ Ինչ վերաբերում է ձմռան խնամքին, բնականաբար ավելի ցուրտ եղանակը ավելի չորացնում է մաշկը եւ վատ ազդեցություն, ինչպես ամռան արևային ազդեցությունը, այնպես էլ ձմեռը ունի իր ցուրտի հետ կապված ազդեցություն մաշկի վրա։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում լվացվելուց հետո մաշկին քսել հատուկ սերումներ, սիճուկներ, որոնք խոնավացնող են, եւ հետո նոր սիճուկների վրա ավելացնել ավելի յուղոտ եւ ավելի խիտ կոնսիստենցիայով քսուկներ, կրեմներ, որպեսզի պաշտպանվի ցրտից եւ մաշկը լինի ավելի պաշտպանված։ Եվ իհարկե վերջինը դա արևապաշտպան քսուկներն են, որոնք կախված չի բոլորովին սեզոնայինից, իհարկե ամռանը ավելի շատ ակցենտ ենք դնում արևապաշտպան քսուկներին, բայց այնուամենայնիվ ձմռանը նույնպես կա արև եւ արևապաշտպան քսուկ պետք է անպայման օգտագործել։ Իսկ կան արդյոք սեզոնային պրոցեդուրաներ, որոնք պետք է կիրառել հենց այս եղանակին, ձմռանը, աշնանը։ Իհարկե կան, մենք ամռանը, գարնանը ունենք որոշ պրոցեդուրաների համար արգելք, որովհետև արևային ճառագայթները, ծովափնյա հանգիստը բնականաբար մեծ ստրեսային ազդեցություն ունի մաշկի վրա, այդ իսկ պատճառով կան մի շարք պրոցեդուրաներ, որոնք ավելի նախընտրելի է, չի կարելի կատարել արևային եղանակին եւ մենք այն կատարում ենք աշնանը եւ ձմռանը։ Դրանցից ամենակարևորը քիմիական պիլինգներն են, որոնք կատարվում են միանշանակ ուշ աշնանը եւ ձմռան սեզոնին, որպեսզի չունենանք կրկնակի արևային ճառագայթի ազդեցություն մաշկի վրա։ Քիմիական պիլինգներից բացի կարելի է լազերային պիլինգներ կատարել, որոնք նույնպես խորհուրդ է տրվում կատարել եւ կարելի է կատարել միայն ձմռան սեզոնին։ Ձմռանը պետք է ավելի խոնավացնող եւ ավելի սնուցող, ուրեմն դեմքի խնամքի, մաշկի խնամքի միջոցառումներ նույնպես կատարվի, որովհետեւ ցրտի ազդեցությունը այն ավելի չորացնող եւ ավելի վատ ազդեցություն ունի մաշկի վրա, այդ իսկ պատճառով, քանի որ օրգանիզմը ձմռանը սնուցման կարիք ունի, ապա սնուցել եւ խոնավացնել նույնպես պետք է մաշկը։ Դուք խոսեցիք քիմիական պիլինգներից, ես կուզեի, որ մի փոքր ավելի մանրամասն խոսենք այս մասին։ Ինչպես է անցկացվում այս պրոցեդուրան եւ ինչ արդյունքներ են ստանում եւ առհասարակ որ տարիքից կարելի է կիրառել։ Քիմիական պիլինգները դրանք իրենցից ներկայացնում են քիմիական միացություններով պիլինգներ, որոնք մաշկի վրա առաջացնում են այրոց, այսինքն քիմիական պիլինգները դրանք հիմնականում թթուներն են, որոնք իրենցից ներկայացնում են pH-ով եւ խտություն ունեցող միացություններ եւ ըստ նրանց ունեցած pH-ի եւ նրանց կոնցենտրացիայի խտության, թթվայնության խտության կարելի է բաժանել մակերեսային, միջին եւ խորը քիմիական պիլինգներ։ Մակերեսային պիլինգները դրանք այն միացություններն են, որոնք առաջացնում են մաշկի վերնամաշկի արտաքին 1-2 շերտի այրում եւ թեփոտման միջոցով այդ շերտը հեռանում է եւ նոր բջիջներ են արտադրվում մաշկում։ Միջին խտության պիլինգները դրանք մինչեւ վերնամաշկի
ստորին շերտը հասնող պիլինգներն են, որոնց մեջ կարող են լինել նաև պիգմենտների հեռացման համար նախատեսվող պիլինգներ, ինչու եմ նշում, որովհետև հենց էպիդերմալ շերտի հիմային շերտում է, որ արտադրվում է մելանինը, պիգմենտը ձևավորվում է այդ շերտում եւ այդ իսկ պատճառով պիգմենտի հեռացման համար, եթե ուզում ենք պիլինգներով այն հեռացնել, ապա պետք է վերցնել համապատասխան պիլինգ, քիմիական միացություն, որը կհասնի մինչև հիմային շերտ։ Երրորդը դա ֆենոլային պիլինգներն են, դրանք խորը պիլինգներն են, որոնք հասնում են մինչև դերմալ շերտ, նրանք կատարվում են միանշանակ ինտենսիվ թերապևտիկ սենյակներում, այսինքն վիրահատարաններում, ընդհանուր անցկացման տակ։ Իհարկե հիմա այն շատ հաճախ չի օգտագործվում, բայց այնուամենայնիվ դասակարգման մեջ նշեմ, որ գոյություն ունեն ֆենոլային պիլինգներ։ Պիլինգները կարող են օգտագործվել ցուցումների մեջ, ինչպես մաշկի երիտասարդացում, յուղոտ մաշկի դեմ պայքար, կարող է օգտագործվել ակնե բուժում, պրոբլեմատիկ մաշկի բուժման համար, այն կարող է օգտագործվել մանր կնճիռների վերացում եւ պիգմենտների հեռացում։ Իսկ կան մաշկի հատուկ ցուցումներ քիմիական պիլինգներից հետո։ Քիմիական պիլինգը այն պրոցեդուրան է, որից հետո անպայման շատ կարևոր է պոստպիլինգային խնամքը, այսինքն երբ գալիս է հաճախորդ եւ նրան պիլինգի կոնսուլտացիա ենք անում եւ նշանակում ենք, այս դեպքում ես պարտադիր կերպով նշում եմ, ձեր պիլինգի արդյունքը ձեր ձեռքերում է։ Կարևոր չի թե ես ինչպես կանեմ, իհարկե կարևոր է, բայց այնուամենայնիվ մեծ նշանակություն ունի, թե ինչպես դուք տանը կխնամեք պիլինգից հետո։ Համար առաջի շատ կարևոր ֆակտորը դա արևապաշտպան քսուկների օգտագործումն է։ Մենք ունենք մի քանի օր կախված պիլինգի խտությունից, երբ հաճախորդը չի լվացվում, ոչինչ չի քսվում դեմքին եւ մի քանի օրից հետո լվացվելուց հետո նա անպայման պետք է օգտագործի հատուկ օճառներ, որոնք կախված պիլինգի տեսակից մենք նշանակում ենք որպես տնային խնամք եւ հատուկ յուղոտ վազելինային քսուկներ, որպեսզի չորացրած մաշկը, որը թեփոտվելով եւ կեղևազատվելով դուրս պիտի գա, հեշտացնենք նրա կեղևափոխությունը, որպեսզի մաշկի վրա երկրորդային տրավմաներ չունենանք եւ արևապաշտպան ֆակտորը։ Արգինե, շնորհակալ եմ հագեցած եւ պրոֆեսիոնալ ինֆորմացիայի համար, մենք կհանդիպենք։ Շնորհակալություն, սիրով։